Հելենա ինչ եմ հորինել։ Էդ ինչը։ Հատուկ գրիպով հիվանդ մարդկանց համար է, որ անթրքիցը սրբեն։ Ազատ, դու աննորմալ չես։ Հելենայի էլ ինչ եմ մտածել։ Սխալ են անում, որ քթի կաթիլները փոքր տարայով են արտադրում, շուտ է վերջանում։ Բա դու ինչ ես առաջարկում։ Ես առաջարկում եմ քթի կաթիլ, բայց մեծ տարայով։ Քթազի, նա երբեք չի վերջանում։ Իմ բիզնեսի հոտառությամբ ու քո հիմար երևակայությամբ մենք կանանք լավ փող աշխատենք։ Ո՞նց։ Հիշում ես, որ անցած տարի էլի սենց բաներ էի հորինել։ Մենք էլ ծախեցինք ու լավ փող աշխատեցինք։ Հա, բայց մենք իրար հետ կռված ենք եւ այդ թեմաներով։ Ազատ, կյանքում անձնականդ բիզնեսի հետ մի խառնի։ Գառնիկ, տան ուտելու բան չկա, գնա կողքի խանութից պարտքով բան բեր։ Ռուզան, այդ խանութի տերը էլ ինձ կյանքում պարտքով բան չի տա։ Ինչի չի տա որ։ Որովհետև մի քանի օր առաջ մեր պարտքերի տետրի 5-րդ հատորը լույս տեսավ։ Դու էլ գնա ուրիշ խանութներից վերցրու։ Ռուզան, բոլոր խանութներում իմ նկարը կապցրածա տակն է գրածա հանկարծես մարդուն պարտքով բան չտակ։ Բա հիմա ինչ անենք։ Չգիտեմ, Հայաստանի բոլոր խանութներում ես սև ցուցակի մեջ եմ։ Կարող ա Վրաստանի խանութներից փորձես։ Ես ինչ անուշ հոտ ա գալիս։ Բանանի հոտով ձեռքերը փափկեցնող հատուկ կրեմ ա։ Ալա կտաս։ Բա այդ ինչա։ Դեմքի պուդրա։ Ահա